Եվ դրան հաջորդող մյուս հարցը, որը շատերին է մտահոգում, հղիություն եւ միոմա։ Արդյոք համատեղելի հասկացություններ են, երբ պետք է կինը պլանավորի հղիությունը կամ գուցե չպիտի պլանավորի, եկեք այս հարցի մասին խոսենք։ Կինը կարող է իհարկե պլանավորել հղիություն, եթե հակացուցում չունի, հա, քանի որ ես քիչ առաջ նշեցի, որ տարբեր եռամսյակներում տարբեր խնդիրներ կարող ենք ունենալ, ապա այս դեպքում արդեն գինեկոլոգն է որոշում, հա, եթե բնականաբար մենք ունենք այնպիսի միոմատոզ հանգույց, որը փակում է ողջ արգանդի խոռոչը, ինչ հղիության մասին կարող է խոսք գնալ։ Բնականաբար այստեղ ցուցվում է, ենթադրենք գիստերոռեզեկտոսկոպիայի միջոցով այդ խոռոչի միոման հեռացնել, դրանից հետո ստանալ համապատասխան բուժում եւ պլանավորել հղիություն, հա։ Եթե խոսքը գնում է մկանունքի մեջ աճող միոմայի մասին, որը չափերով մեծ չէ, ապա կարող ենք պլանավորել հղիություն, պարզապես այստեղ ուշադրությունը պետք է լինի կրկնակի, եթե ոչ եռակի, քանի որ միոմայով կինը դա այլ հորմոնալ համակարգով կին է, քան առանց միոմայի, եւ այստեղ բարձր հսկողության ներքո պլանավորում ենք, վարում ենք հղիությունը, երբեմն նույնիսկ ասում ենք, որ հղիությունից հետո միոմայի չափերը կարող են եւ նաեւ փոքրանալ, այսպիսի դեպքեր էլ ունենք։ Այսինքն այստեղ կախված է նրանից, թե միոման ծանր կլինիկական դրսևորումներ ունի թե չունի, եթե ունի, ապա չենք պլանավորում հղիություն, եւ արգանդի խոռոչի դեֆորմացիա ունենք թե չունենք, արգանդի պարանոցում ունենք թե չունենք, որտեղ մենք պետք է նաեւ հաշվի առնենք, որ հետագայում ծննդաբերություն պետք է լինի, թե կեսարյան հատում պետք է լինի։ Սա էլ կախված նրանից, թե որ տեսակի միոմայով ենք պլանավորում հղիությունը, ըստ այնմ էլ արդեն որոշվում է ծննդալուծման մեխանիզմը։